Մոդելավորում եմ զգեստի առաջամասը, միուսանի է, ռելիեֆային կարեր կան, գոտկատեղի կտրվածքով է, ներքևի իջնում է, լայնանում է, վերևի մասը չկա սեղմոններ։ Իմ մոտ շաբլոնը 1:4 մասշտաբի է մինչև ծունկ, բայց քանի որ գոտկատեղի կտրվածքով է, էլի նորից վերևի մասի հետ ենք աշխատում, հետո նոր ներքևի մասի։ Գրում եմ աջ ծախ, որպեսզի չխառնեմ, մեջքի հետ անպայման ճշտում եք, որ ճիշտ ուղղություններով լինի։ Ծախը ծախ կողմի հետ եք դնում, ուսի գիծը այստեղ գծում եք այնպես, որ գեղեցիկ շարունակական գիծ ստացվի։ Այս գիծը ոնց ձևավորեցիք, այդպես էլ կստանաք բացվածքը, դրա համար լեկալ կանոնի օգնությամբ ձևավորեք այնպես, որ այն ունենա գեղեցիկ շարունակական գիծ թևատակից մինչև հետևամասի հզի փորվածքը։ Առաջնային թևատակի անկյունից մի փոքր վերև նշում եմ գիծը, որպեսզի այդ կետին միացնեմ ռելիեֆային կարը։ Նույն կետը նշում ենք նաև մյուս կողմում եւ կորականոնի օգնությամբ գեղեցիկ ռելիեֆային կար ենք գծում։ Այս ռելիեֆային կարը որոշ գրականության մեջ կհանդիպեք պրինցեսա անունով։ Եթե ձեր կտորը ձգվող է, ապա ըստ ձեր կտորի ձգվողականության, ըստ անհրաժեշտության դուք կարող եք վերևի այս թեք գծի կարից մի փոքրացնել ամեն մի կողմից, օրինակ 0.2-ից մինչև 0.5։ Նշեք այն ձեր ցանկության, եթե զգում եք, որ պետք է այդ կարը մի փոքր փոքրացի, որ ավելի լավ նստի։ Նոր այդ ժամանակ աջ ու ձախ կողմերը միացրեք, որպեսզի ավելի գեղեցիկ կոր ռելիեֆային կարի գիծ ստանաք։ Քանում եմ մյուսը, սա արդեն մեզ պետք չի։ Այստեղ պետք է կտրեմ ռելիեֆային կարերը եւ փակեմ սեղմոնները։ Սեղմոնը փակելուց հետո բոլոր սուրանկյունները ես կորացնում եմ, իսկ կրծքի տակ մի փոքր ներս կտամ, այսինքն կորը կգնա ավելի ներս, այսպես ավելի գեղեցիկ կլինի կարը, ավելի նստացրած կրծքի տակ։ Ռելիեֆային կարի մյուս կողմը հարթեցնելուց հետո դետալները այստեղ դնում եմ իրար վրա եւ նշում եմ միացման կետերը։ Սրանք այն կետերն են, որտեղ մենք դետալների վրա ձևելու ժամանակ տալիս ենք շրթվածքներ, որ ավելի հեշտ ձևեն։ Կրծքի կենտրոնից վերև եւ ներքև թողնում ենք մոտավորապես 5 սմ։ Եթե կան նստացնելու պահ, ապա դա պետք է լինի ամենակոր գծի վրա։ Իհարկե կարի միացման տեղերը մենք կարող ենք տալ նախքան դետալի կտրելը։ Նայեք դες ոնց հարմար է, դա կարող եք անել նաև աշխատանքի ընթացքում։ Կրծքի տակ գոտկային սեղմոնի վրա մոտավորապես 0.2 սմ, դա 2 մմ, այդպիսի խորություն կարող եք տալ եւ կտրեք այդ կորգիծը նախքան դետալների կտրելը։ Սա եւս մի աշխատանքի տարբերակ է։ Այսպիսով արդեն ավելի կոր գծով դուք կարող եք կտրել ռելիեֆային կարը։ Հետո նոր փակեք սեղմոնը։ Կրծքի սեղմոնը փակելուց հետո վերջնական կորացնեք բոլոր անհարթ հատվածները, բոլոր սուրանկյունները, եթե շատ սուր կոր հատված է ստացվել, ապա նաև դա եւ կտրեք ավելորդ բոլոր մեր նշած կոր գծերը։ Ստացած դետալները համարակալեք, որպեսզի ավելի հեշտ լինի հետագայում աշխատելը։ Գոտկատեղից ցած ընկած հատվածը մոդելավորում ենք հետևամասի դետալի նման։ Այս բոլոր հատվածների տեղերը, գծերը, որքան են կոնքից իջացրեցած, պետք է նույն չափ լինի։ Լայնացող հատվածը նշելուց հետո նշում եք նաև, թե որքան պետք է նեղացնեք, ամբողջությամբ կրկնում եք գործողությունը, ինչպես հետևամասի դետալի դեպքում։ Հետևամասի դետալից տարբերվում է նրանով, որ այստեղ ամբողջ այս խորությունը մենք պետք է հանենք կողքի կարից, որովհետև առաջամասը չունի սեղմոնի խորություն։ Սեղմոնի ամբողջ խորությունը հանում են կողքի կարից եւ գեղեցիկ կոր գիծ են գծում այստեղ։ Առաջամասի մեջտեղի գիծը ծալք է, այստեղ լայնացրեք որքան ուզում եք։ Ստորի եզրը ձևավորեք հետևամասի դետալի հետ միասին։ Ստորի եզրը ձևավորեք ինչպես ցանկանում եք։ Ես իմ կողմից կարող եմ ընդհանրապես խորհուրդ տալ, որ նմանատիպ հագուստի ժամանակ հաճախորդը կանգնում է այն կոշիկով, որը պետք է կրի այս հագուստի հետ։ Առաջամասից երկարությունը պետք է լինի այնքան, որ կոշիկի քիթը բաց լինի, որպեսզի մեջով չքայլեն, բայց կարող են նաև նախընտրել մինչև ստորին հատված, որքան որ այսինքն մինչև հատակ որ գցվի։ Նայեք ոնց են ուզում, այստեղ ձևավորումը լրիվ կապված է հաճախորդի ձեր ցանկություններից։ Ես ձևավորեցի այնպես, որ մեջտեղի գծում լինի 90 աստիճան, այստեղ արդեն չպահեցի կողքի կարում 90 աստիճանը, քանի որ դա հետևամասի թեք գծի շարունակություն էր։ Առաջամասի ստացած 4 դետալ, որտեղ գոտկատեղից ցած մեջտեղի գիծը ծալք է, կար չի։ Այս զգեստի համար հարկավոր է 3 մետր 60 սանտիմետր կտոր։ Այսպես չափելով փեշի լայնությունը ընդհանուր նույնպես 3 մետր 20 սանտիմետր մոտավորապես այդպիսին է, բայց կարող է ավելի լայն լինել։ Այս մոդելավորման օրինակը կարող եք օգտագործել նմանատիպ հագուստներ մոդելավորելու համար։